քանի որ այդպես կանգնած ենք, առհասարակ հիմա արտաքին քաղաքական էս մեջ շարժերին անդրադառնանք, Փաշինյանի Մոսկվա այցը օրինակ ինչպես եք գնահատում, որովհետև դրանից հետո հանրային հեռուստաընկերությունը լծվել էր ինչ-որ կոնկրետ աշխատանքի հենց մայիսի 9-ի թեմատիկայի շուրջ։ Դե դրանք որոշակիորեն միմյանց հետ փոխկապակցված, Մոսկվա այցը ըստ էության նա տենց մի հատ արտահայտություն կա, դա փոխաբերական իմաստով է, խնդրում եմ ուղիղ չհասկանալ, ասում է որսի գնաց չցանկացան հայացք։ Այսինքն շներ կան, որոնք չեն ուզում որսի գնան, բայց որսորդը իրանց ամեն դեպքում տանում է, ու իրանք տենց չկամությամբ գնում են, Այ Նիկոլ Փաշինյանի հայացքը Կարմիր հրապարակում ինձ ստիպեց հիշել այդ փոխաբերական համեմատությունը, այսինքն ակնհայտ երևում էր, որ ինքը նենց զոռով է գնացել, ու ինքը իր միջավայրում չի գտնվում եւ պաշտոնական այլ միջոցառումների չմասնակցել, օրինակ Ռուսաստանի նախագահի անունից տրված պաշտոնական ընթրիքին չմասնակցել է, դա էլ վերաբերմունքի դրսևորում է, կամ հայկական զորախմբի մասնակցությունը արգելել է զորահանդեսին, որը բացառություն էր, այսինքն ԱՊՀ անդամ պետություններից, հատկապես ՀԱՊԿ երկրներից միայն Հայաստանն էր, որ զորախումբ չէր ուղարկել զորահանդեսին մասնակցելու համար։ Երկկողմ ձևաչափով հանդիպում չի եղել Ռուսաստանի նախագահի հետ, սա եղել բացառիկ, որովհետև Ռուսաստանի նախագահը գրեթե բոլոր պետությունների ղեկավարներին, պատվիրակությունների ղեկավարների հետ, եթե ոչ պաշտոնական, գոնե արարողակարգային հանդիպումներ եղել եւ որպես կանոն դա լինում։ Դա նշանակում է, որ ինքը ոչ իր միջավայրում է գտնվում եւ հիմա տեսեք այսօր պարզ դարձավ առավոտյան, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ալբանիա մասնակցելու եվրոպական համայնքի առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին, ուզում եմ ձեզ հիշեցնել համաժողովին, որ Պրահայի հայտնի հայտարարությունը հոկտեմբերի 6-ի հենց նմանատիպ ձևաչափով հանդիպան ընթացքում է ստորագրվել Այդպես նախապատրաստվող որևէ բան չկա այդ իմաստով, չեմ կարծում, որ որևէ բան կստորագրվի, ուղղակի ձևաչափն եմ ասում, ինչի համար, հիմա տեսեք, նույն վերաբերմունքին ինքը ինձ թվում է այնտեղ է արժանանալու, որովհետև այդ ձևաչափը եվրոպական երկրների առաջնորդների հանդիպման ստեղծվել է ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո եւ իր հիմնական նպատակը հակառուսական ուղղվածությունն է, այսինքն եվրոպական երկրները այդ համաժողովների ժամանակ հիմնականում մեկտեղում են իրենց ջանքերը պատժամիջոցների կիրառման, հակառուսական քաղաքականության, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դեմ որոշումներ նախաձեռնելու իրացնելու իմաստով եւ ասենք իրենց համար պատկերացնում եք ինչքան խորթային մարդու ներկայությունը, ով որ մասնակցել է այնուամենայնիվ մասնակցել է Կարմիր հրապարակում մայիսի 9-ի շքերթին, գնացել է Մոսկվա, այսինքն նրանք էլ են հիմա անհանգստացել, ինչի է կեստը, ասենք եկել աստից բան իմանա այդ հանդե ասի, որովհետեւ ընդ էլ է գնում, չէ, կամ ասենք եթե ընդ գնացել աստե ինչի է եկել, այսինքն ինքը լոկալ դավաճանից արդեն ձեռքաբերում միջազգային դավաճանի համբավ էլ, այսինքն նրանք էլ են զգուշ ելնելու, այսինքն հենց իրար հետ մի բան խոսալուց էլ սա մոտ են ասել են լավ եկավ հետո խոսում